Թեև վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամսվա սկզբին հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դեռ մեկ տարի չի անդրադառնա բնակչության 79%-ի և ամսական մինչև 500 կՎտ օգտագործող փոքր բիզնեսի վրա, սակայն շուկաներում ու տոնավաճառներում աշխատող մանր ձեռներեցները փոխհատուցումից օգտվել չեն կարողանում։ Ընդամենը մեկ լամպ կամ փոքրիկ գազօջախ ունեցող կրպակատերերը չեն դիտարկվում որպես առանձին սուբյեկտներ և էլեկտրաէներգիայի համար վճարում են շուկայի սեփականատիրոջը, ով խոշոր սպառող է համարվում։ Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը տոնավաճառներից մեկի տարածքում խանութ ունի։ Նա էլ ստիպված է եղել ավելի բարձր գնով վճարել։ Օգոստոս ամսվա համար մանր բիզնեսը, որոնք գործում են շուկաներում, վճարեց 42 դրամով, բայց սեպտեմբեր ամսվա համար արդեն մանր բիզնեսին ներկայացվեց 49 դրամ չափը վճարման գումարը։ Պարզվեց, որ նաև օգոստոս ամսվա համար այն ավելացած մասը 6.83 դրամը պարտք է մնում մանր բիզնեսը։ Այսինքն դուրս եկավ ինչ, որ շուկաների համար այդ սուբսիդավորումը չեղավ, շուկաներին դա չի վերաբերում, պատճառաբանվում է այսպես, որ շուկաները մեծ սպառողներ են և նրանք չեն մտնում այդ սուբսիդավորման տակ, բայց բոլորս ինչպես գիտենք, շուկաները բաղկացած են մանր բիզնեսից, շուկան իրենով գոյություն չունի, եթե չկա նրա մեջ մանր սպառողները։ Սամսոն Գրիգորյանի կարծիքով ամսական մի քանի հազար դրամն էլ մանր բիզնեսի համար կարող է նշանակություն ունենալ, սակայն ավելի կարևոր է այն, որ իրենք չկորցնեն հավատը կառավարության նկատմամբ։ Ասոցիացիան ու Կասեցում քաղաքացիական շարժումը պատրաստվում են այս հարցով վարչապետին նամակ ուղարկել։ Եթե մենք լսում ենք վարչապետի բերանից, որ պետք է մանր բիզնեսը սուբսիդավորում է, ու մենք սպասում ենք այդ սուբսիդիային։ Այլապես մանր բիզնեսը նորից իրեն զգում է խաբվածի վիճակում, կարգավիճակում։ Չէր կարող չիմանալ կառավարությունը մեր կարծիքով, դա այնպիսի բան է, որ բոլորը գիտեն դրա մասին, ուղղակի իմ կարծիքով այսպիսի մի բան է, կանցնի, կստացվի, չէ։ Հիմա Կասեցում քաղաքացիական շարժում է ՓՄԶ ասոցիացիան, համատեղ մենք փորձում ենք իրար այդ հարցին լուծում գտնել։ Մալաթիա տոնավաճառում բոլորովին այլ սակագին է գործում։ Փոքր խանութի սեփականատեր Ծովիկ Մկրտչյանը պատմեց, որ հոսանքի թանկացումից դեռ ամիսներ առաջ իրենք 1 կՎտ-ի համար 50 դրամ են վճարել։ Առաջ 50 էինք մուծում, նոր էս մի ամիսը արդեն դառել է 55։ Ստիպված, այստեղ տանում ես ուղղակի օրվա հացի փող։ Եթե կարողանում ես, իհարկե տանես։ Ոչ մի ուրիշ բանի մասին չես կարողանում մտածել, ոչ մի բան։ Այնքան վատավիճակը, որ երեխեքս սաղ դուրս են եկել, մնացել են ամուսիններով։ 58-ամյակինը տարածքը չի ջեռուցում ավել հոսանք չսպառելու համար։ Տոնավաճառում շատերն են էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործում։ Եթե հիմա պլիտա ես միացնեմ այստեղ, մինիմալը առավոտվա 9-ից գալիս եմ, երեկոյան 6-ին գնում եմ։ Այդ տարա ժամանակահատվածը շատ է ու գումարն էլ ահագին տարբերություն է տալու։ Դեռ հիմա դե չեմ օգտագործել, չեմ կարող ասեմ, բայց ահագին կլինի կիլովատների մեջ։ Տոնավաճառի մի հատվածում էլ հաշվիչները ընդհանրապես տեղադրված չեն։ Այստեղ աշխատողները չնկարահանվելու պայմանով ասում էին, որ ֆիքսված գումար են վճարում։ Նախորդ տարիներին շաբաթական 500, հիմա արդեն 1000 դրամ։ Չգիտենք սպառածից ավել թե պակաս ենք վճարում, բայց ստիպված ենք, որպեսզի մեր տեղը չկորցնենք, ասում էին։ Առանց այն էլ ներկրման ու հարկման խնդիրներ ունեցող կրպակատերերը նշում էին, որ սա հերթական մտահոգությունն է, որի լուծումը վարչապետից են ակնկալում։